Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել մի թիվ, որը ներկայացվեց, ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումների դեպքերով կազմվել են ընդհանուր թվով 81 արձանագրություններ եւ սա եւս մեկ անգամ ցույց է դնում, որ ներկայացված հաշվետվությունը ապօրինի շինարարության դեմ պայքարը մնում է մեր ամենախնդրահարույց ցանցանքներից մեկը եւ Երևանի առաջ ծառացած երևի թե ամենաբարդ խնդիրներից մեկը, որ ինչքան էլ որ մենք շարունակում ենք պայքարել դրա դեմ, իհարկե քանակը եւ ծավալները նվազել են, բայց այսպես ասած մշակույթի դեմ պայքարելը մի փոքր դժվար է, բայց ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք որ իրականացվում են, վստահորեն մեր մշակույթում եւ վարվելակերպում պետք է փոփոխությունների բերեն եւ մենք պետք է ընկալենք, որ առհասարակ որևէ տեսակի ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ եւ չի կարող լինել։ Այդ ապօրինի շինարարության պատճառով է, որ այսօր տարատեսակ այգիներում ունենք տարատեսակ շինություններ, որոնց հետո, այսպես ասած, այդ շինությունների չգիտեմ, տերեր կոչենք այդ մարդկանց թե ինչ, այնուամենայնիվ փորձում են պայքարել այդ շինությունները սեփականացնելու համար, երբ որ քաղաքապետարանը փորձում է մաքրել այգիներից այդ տեսակ շինությունները։ Տարատեսակ կրպակները, որ ունենք մայթերի վրա, որ ամբողջապես մայթ են փակում եւ կրկին այն պայքարը, որ տերերը փորձում են մղել, տարբեր նաեւ դատական պրոցեսներ հարուցելով Երևանի քաղաքապետարանի դեմ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի, ապօրինի շինարարության դեմ Երևանի քաղաքապետարանը պայքարելու է ամենակոշտ մեթոդներով եւ Երևանի քաղաքապետարանը անհոգնել քանդելու է պոտենցիալ նոր առաջացող ապօրինի շենքեր, շինություններ, հարկեր, կցակառույցներ, առաջ տված բալկոններ եւ կներեք, բայց հոգեկան այդ տեսակ այսպես ասած մեր օրերում այդ դրսևորումները չեմ կարծում, որ արդեն նորմալ են, որովհետեւ չի կարելի տարիներով խոսել այն մասին, որ հարգելի գործընկերներ, փողի գողը գողա, հողի գողը գող չի, հողի գողն էլա գող եւ առհասարակ համայնքային հողի վրա կառուցված որևէ շինություն ամենակոշտ ձևի քանդվելու է։ Խնդրում եմ, եկեք փորձենք մեր այս մշակույթից դուրս հանենք այդ ձևը, այդ վարվելը, այդ մտածելակերպը։ Դա առողջ մտածելակերպ չի։ Երբ որ դու մտածում ես, ոնց անես, որ այն բակիտ են ընդհանուր տարածքում են անկյունումը տարածքը քեզնով անես։ Դու ունես վստահաբար ունես համապատասխան մասնագետի հետ որոշակի քննարկման կարիք։ Դա նորմալ չի։ Երկրորդ հատվածը շինհրապարակների կահավորում, փոշեկլանիչ ցանցեր եւ օդի որակի չափող սարքեր։ Հարգելի գործընկերներ, սիրելի շինարարներ, հարգելի կառուցապատողներ, փոշեկլանիչ ցանցերը ուղղակի ծախս չեն ձեզ համար։ Դա Երևան քաղաքում մարդկանց առողջության խնդիրն է։ Երևան քաղաքում ձմեռվա ժամանակահատվածում իհարկե նաև բնության դիրքավորումով պայմանավորված, բայց այնուամենայնիվ Երևան քաղաքում մենք ունենում ենք շատ ոչ բարենպաստ օդի որակ։ Եվ իրականում, այո, այդ օդի որակի վրա ազդեցություն ունեն նաև շինարարությունները, նաև հանքերը, որոնք որ գործում են Երևանում եւ Երևանից դուրս։ Եվ հարգելի գործընկերներ, այս վերահսկողական մեխանիզմը կրկին անգամ, էլի վերահսկողությունը վերահսկողությամբ, վարչարությունը վարչարությամբ, բայց ես ուզում եմ մի փոքրել տենց այս մակարդակում խոսակցություն ունենալ։ Երբ որ կառուցապատողը այնուամենայնիվ ինչ որ մի աշխատանք է իրականացնում, ենթադրվում է, որ ինքը պատասխանատվություն պետք է ունենա իր շրջակա միջավայրի նկատմամբ։ Եվ կառուցապատողը պարտավոր է
շինարարությունն իրականացնելիս համապատասխան կահավորել իր շինհրապարակը եւ համապատասխան ցանցերը անցկացնել այդ շինհրապարակում եւ կառուցվող օբյեկտի շուրջը։ Սա պատասխանատվություն է իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ։ Սա պատասխանատվություն է տվյալ վարչական շրջանում իր հարևանությամբ գտնվող շենքերում ապրող մարդկանց, այդ շենքերում ապրող երեխաների նկատմամբ։ Եվ ամեն մի կառուցապատող, երբ որ այս քայլերը չի իրականացնում, թող հասկանա եւ պատկերացնի, որ ինչ ասեմ, ինքը տենց որոշ չափով, իր փոքր չափով, բայց թունավորում է տվյալ միջավայրը։ Թունավորում է իր հարևանությամբ գտնվող խաղահրապարակում խաղացող երեխաների միջավայրը։ Ամեն մեկը թող իր մասով այս պատասխանատվությունը ունենա եւ հասկանա։ Եվ Երևանի քաղաքապետարանը կրկին շարունակելու է այս վարչարարությունն իրականացնել, ազգային ժողովի ընկերներին, գործընկերներին նաև առաջարկել է էականորեն բարձրացնել տուգանքների չափերը նմանատիպ վարվելակերպի համար։ Եվ առհասարակ կարծում եմ մենք անընդհատ ուղղակի այս թվերի մասին չպետք է խոսենք, այս թվերի նաև տակ գտնվող իրականության մասին պետք է խոսենք եւ մեր հետագա քայլերի։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության